Ավագ հինգշաբթի հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավանդույթի համաձայն հանդիսապետում է ամենայն հայոց հայրապետը։ Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը Քրիստոսի նմանողությամբ նախ օրհնեց խորանին դրված ջուրն ու յուղը, ապա ծնկեց և լվաց Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը։ Եթե ես, որ Տեր և վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ։ Վերջին ընթրիքից հետո այս խոսքերն ասաց Քրիստոս, երբ ծնկի իջած լվանում էր աշակերտների ոտքերը։ Ավետարանական այս դրվագն է խորհրդանշում ոտնլվայի կարգը։ Հիսուսի ժամանակաշրջանում յուղ չի օգտագործվել արարողության մեջ, այն ավելացվել է հետագայում և խորհրդանշում է ավետարանական մեկ այլ դրվագ, երբ անառակ կինը օծեց տիրոջ ոտքերը։ Մայրաթորը կարամ ասել, որ համայն հայության գետրոնն է։ Մենք որ Սփյուռքում ապրել ենք, մեզ ասել ենք միշտ Էջմիածինը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, այդ բոլոր մթնոլորտ նկարներով, թեկուզ երբ մեզ համար դժվար է մանավանդ հեռավոր Բրազիլիայից, որ լինենք, ներկա լինենք, եւ ամեն անգամ որ նայում ենք, տեսնում ենք թեկուզ նկարով կամ կադրերով, ուզվում ենք եւ գսկանք, որ էսի մերն է, մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մերն է, հայ ազգին պատկանում։ Բրազիլիայում ծնված և մեծացած Վազգեն Սարգսակ Գեգիներյանը Հայաստանում է հաստատվել ընդամենը 7 ամիս առաջ։ Նրա զավակները Մոնթեն և Սերոփը խորան բարձրանալով արժանացան ամենայն հայոց հայրապետի օրհնությանը։ Ինձ համար մի հատ ֆիլմ հետ եկել 21 տարի առաջ ես էլ այս պատիվ ունեցա, երբ այստեղ ուսանում էի։ Վեհապար հայրապետը մոտ 25 տարից ավել իր հովաբեդական գործով միշտ հայացքին հայ ժողովրդին ներկա է եւ երկու անգամ որ հարիթ ունեցանք իր այցելությունը Բրազիլի մեջ, դա սկացինք եւ ես ուրախ եմ, որ այսօր զավակներս էլ գալիս են պատարակների, թեկուզ Մայրաթոր կամ Երևանի կամ Հայաստանի ուրիշ եկեղեցիներ, որ ես միշտ անում եմ, որ դարբեր եկեղեցիներ տեսնան եւ իրենք էլ ուրախ են նրանով։ Ոտնլվայի արարողությունը շատերի կյանքում է դարձել նշանավոր ու հիշարժան։ Ամեն տարի եկեղեցու խորան են բարձրանում տարբեր մասնագիտությունների եւ տարիքի մարդիկ, հաղորդակից դառնալու այս սուրբ խորհրդին։ Այսօրը մեզ համար օրհնաբեր օր եղավ, քանի որ արժանացանք Վեհապար հայրապետի կողմից ոտնլվայի արարողությանը մասնակցելու։ Կարծում եմ այսօրը ամբողջ կյանքի մեր համար հիշարժան կլինի եւ 2026 թվականի ավագ հինգշաբթին մեր մտքում մի նոր երանգ ստացավ։ Ոտնլվայի արարողությունը խոնարհության վեհագույն պատգամ է։ Անգամ խաչվելուց առաջ Տերը ծնկի եկավ իր աշակերտների առջև, մեզ սովորեցնելով, որ փրկությունը հոգու խոնարհության, միասնականության և անսասան հավատքի մեջ է։ Իրադարձություններով հարուստ ավագ հինգշաբթի ոտնլվային հաջորդում է խավարման կարգը։